Աչքի բարդ վիրահատությունների համար այլևս պետք չէ հասնել Մոսկվա։ Ռուսաստանի գործընկերների օգնությամբ Նաիրի բժշկական կենտրոնում բացվել է հայտնի ակնաբույժ Էդուարդ Ավետիսյանի անունը կրող ակնաբուժական բաժանմունք։ Ես հպարտ եմ, որ Հայաստանում հիշում են իմ հորը ակադեմիկոս Էդուարդ Ավետիսովին։ Առավել հպարտ եմ, որ Երևանում բացվեց նորագույն տեխնիկայով հագեցած ակնաբուժական կենտրոն, որը կրում է իմ հոր անունը։ Ակնաբուժական կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով։ Կենտրոնի գլխավոր առանձնահատկությունն ըստ նախարար Դումանյանի բացառիկ սարքավորումներն են։ Մենք ունենք փոխադարձ համաձայնություն, որ եւ մասնագիտական, եւ կադրային, եւ նաեւ նոր տեխնոլոգիաների զարգացման հարցում փոխադարձ ուրեմն համագործակցություն է լինելու։ Ակնաբուժական կենտրոնի հնարավորությունները հետաքրքրել էին նաև Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանին։ Նա շրջեց կենտրոնի հիվանդասենյակներով, ծանոթացավ սարքավորումներին ու առաջարկվող ծառայություններին։ Իրականում այս հետազոտությունը շատ կարևոր է մի շարք հիվանդությունների։ Նորագույն սարքավորումները չեն ազդի գնային քաղաքականության վրա։ Կենտրոնի ակնաբուժական ծառայությունները կարժենան այնքան, որքան մյուս կլինիկաներում։ Կգործեն նաև պետպատվերով նախատեսված ծառայությունները։ Գործելու են այն կարգերը, որոնք Հայաստանի Հանրապետությունում գործում են։ Այստեղ որևէ արտառոց մոտեցում չի լինելու։ Այսինքն մինչև 7 տարեկան երեխաները անվճար են բուժվելու, սոցիալական խմբերը անվճար են բուժվելու։ Մանկական բաժանմունքում ամեն ինչ արված է, որպեսզի երեխաները չզգան հիվանդանոցային մռայլություն։ Սիրված մուլտֆիլմի հերոսներն ու խաղերը նրանց համար կստեղծեն հաճելի մթնոլորտ։ Նորագույն տեխնիկան հնարավորություն կտա վաղ հայտնաբերել աչքի հիվանդությունները, կանխարգելել ու բուժել դրանք։ Նորաբաց կենտրոնի մասնագետներն ու տեխնիկական հագեցվածությունն այսուհետև հնարավորություն կտա իրականացնել Հայաստանում երբևէ չկատարված վիրահատություններ։ Աիդա Կարապետյան, Խաչատուր Եսայան, Արմյուզ։